Անչափ շնորհակալ եմ այս շրջանակության համար։ Ես գտնում համայնքի խնդիրներին բավականին ծանոթ եմ, ասել մնացած մեր համայնքների։ Դուք իմացեք մի բան, ժողովուրդ ջան, որ ամեն ինչը լինելու է ամենօրյա ռեժիմով լուծման եւ նոր խնդիրների բացահայտման եւ դրանց լուծման շրջանակում ենք մենք աշխատելու։ Դա ես ձեզ վստահեցնում եմ։ Ինձ համար շատ մեծ կարևորություն ունի ոչ թե այսօր ընտրվելը կամ համայնքի ղեկավար դառնալը, ինձ համար շատ մեծ նշանակություն ունի իմ բնակչի, իմ ընկերոջ, իմ բարեկամի, իմ հարազատի կարծիքը իմ մասին վաղը։ Ինչ որ վերաբերվում է ծրագրին, ծրագրում ինչ որ ներառված է, դրանք հատիկ առ հատիկ իրականություն է դառնալու, որովհետև չենք կարող մի բան ասենք ու չանենք։ Այդ իմ խոսքն է ու այդպես պետք է շարունակենք ապրել եւ չեմ ուզի չի կարա լինի այդպես եւ չեմ ուզի նաեւ որ ես ինչ որ մի օր գամ պտղունք, ինչ որ մի բնակիչ այստեղ ինձ կանգնի ասի օրինակ դու ես ինչ բանը չես արել։ Դա ինձ համար ուղղակի չգիտեմ աննկարագրելի մի երևույթ կարա ստացվի, այտենց բան բացառված է, որ այտենց բան լինի, այդ էր իմ ասածը, շատ շնորհակալ եմ բոլորից հետ, ժողովուրդ ջան։ Ինչ վերաբերվում է համայնքի խնդիրներից խոսեցինք, հասկացանք, ինչ վերաբերվում է մարդկանց բնակիչների անձնական խնդիրներին, ինչը որ կապված է համայնքի հետ, դուք իմացեք մի բան, որ համայնքապետարանը լինելու է այն վայրը, որտեղ մեր ցանկացած բնակիչ շատ բարձր տրամադրությունով պետք է գա համայնքապետարան իր խնդրի հետևից եւ շատ բարձր տրամադրությունով այնտեղից պետք է գնա իրենց տուն կամ իր գործին։ Այս տարիների ընթացքում ճիշտ է, այդպես չի եղել։ Դրա մեղավորը մենք չենք, դրա մեղավորը կառավարման այսօրվա ճիշտ չկազմակերպված իրենց այդ մի խոսքով։ Դուք իմացեք, որ համայնքը լինելու է այն վայրը, որտեղ բոլորս լինելու ենք հավասար։ Համայնքի ղեկավարից սկսած մինչև գործի աշխատակից լինելու ենք հավասար։ Եվ յուրաքանչյուրիս խնդիրը լուծվելու է առանց քաշքշուկի, առանց պրոբլեմներ, արհեստական պրոբլեմներ սարքելու, օրենքի շրջանակներում եւ ամենակարևորը շատ արագ։ Իսկ դրա համար ինչ է պետք։ Մենակ ցանկություն։ Իսկ այդ ցանկությունը ես ունեմ։ Այդ վստահ եղեք եւ շնորհակալ եմ ձեզ, որ դուք իմ կողքին եք, ես եմ ձեր կողքին։ Շնորհակալ եմ։